Իսկ Լեոնարդո Դիկապրիոին ինչպես գտաք, թե ինքը ձեզ գտավ։ Մեկ էլ Ջեյմի Ֆոքսը sense բարևեց, ասեց ես եմ։ Մարդիկ կան ուզում են Պոնչիկի հետ ռեցեպտը իմանան, բայց դա Թողես մարդը աշխատի։ մենակ ես գիտեմ։ Սերը դեպի քաղցրը շատ է եղել ինձ։ Հա, ես քաղցը շատ եմ սիրում։ Երևում է։ Ոնց հասկացա չեք սիրում տեղում նստել, անդադ պիտի շարժվեք։ Ես միշտ պետք է շարժվեմ, տենց է։ Տունը ով գալ ասում է լմատ փորձի։ Ու մի տալիս ես մեն շատ համովա, ասի օքեյ, ուրեմն էսա։ Ինչ հետաքրքիր է, բայց թղթաբանությունից անցում դեպի պոնչիկներով պաղպաղակ։ Բայց food truck-ով ես որտեղ ուզեմ կարամ եթամ մարդկանց ծնունդները, մարդկանց առիթներին եթամ, որ համել իմ տեղը կունենամ էլի։ Սենց տեսակ լույսը վառվեց, այս Whole Foods-ի դիմացը պիտի լինի իմ truck-ը։ Ուզում ինքը նենց զարգացնեմ, որ Ամերիկայով մեկ տարբեր location-ներ ունենամ։ Մի հատ սենց անենք թութ։ Այո։ Իդեպ մեզ TikTok-ով են հետևում live միջոցով, Արմենը միացրեց իր հետևորդների համար, ձեզ եւս ողջունում ենք։ Ես մարդուն կարամ համով ուտելիք չտամ, բայց եթե սիրով ընդունեմ, ինքը ժպիտով գա, ժպիտով էթա, ինքը 100 անգամ էլ է հետ գալու։ Բայց հեսա ամիսվա վերջ թազա մենյու եմ գրել, որպեսզի տամ չայ, կոֆե, մեկ էլ բան հաճակլետ։ Քիչ կենացները քաղցրանում են հետո։ Այդ օրը համարյա 800 հատ պոնչիկ ենք սարքել։ Ողջույն ընկերներ, դուք դիտում եք Menu AM-ը, ես Մերի Մակարյանն եմ։ Եվ դա նշանակում է, որ այսօր ունենալու եմ հերթական հետաքրքիր զրույցը եւ բնականաբար հյուրը։ Ponch's Ice Cream, այսպես է կոչվում այն food truck-ը, որը ստեղծել է մի երիտասարդ եւ բավականին այսպես նպատակասլաց տղա, ես ասում եմ նախնական զրույցից ելնելով, հիմա ուզում եմ որպեսզի մենք բոլորս նրան ճանաչենք, Արմեն Գրիգորյանը արդեն ինձ մոտ է տաղավարում։ Ողջույն Արմեն ջան։ Բարև ձեզ։ Ես ներողություն եմ խնդրում, իմ ձայնը մի փոքր կտրված է, բայց դա ինձ չխանգարեց, որպեսզի կարևորը լսվում է։ Հա, կարևորը լսվում է։ Արմեն ջան, դուք որտեղ եք ծնվել։ Ես Հայաստանում եմ ծնվել։ 1 տարեկանից տեղափոխվել եք Միացյալ Նահանգներ։ Այո։ Ընտանիքով։ Այո։ Ինչու։ Չգիտեմ։ Չեն պատմել ձերոնք։ Չեմ հարցրել մի տարեկան եմ։ Բայց իսկապես հարց չի առաջացել, այ ման պապ ինչու եկաք Ամերիկա։ Հույսով եմ, որ լավ կյանք ապրելու էլի հնարավորության Գիտեք, չէ, սպասում եի, որ այդ պատասխանը տայք, որովհետև հիմնականում ծնողները ասում են, բալես, լավ կյանքի համար։ Բոլորի ցանկությունն էլ է դա էլի, որ հնարավորությունը շատ է, մարդիկ գալիս են, տենան ինչ կարան անեն, ոնց կարան անեն, որ մի բանի հասնեն։ Իսկ օրինակ հիմա կա ունեք ընկերներ, որոնց ասում եք եկեք Ամերիկա, այստեղ լավ կյանք կա։ Շատ։ Հա։ Շատ մոտիկ ընկերներս Հայաստանում, որ ապրում են Եվրոպաներում հարազատներից, որ ասում եմ։ Իսկ ավելի լավ է փոքր տարիքում այստեղ հայտնվել, թե մեծ տարիքում էլ կարող ես քոնը ստեղծել։ Իմ կարծիքով փոքր տարիքում ավելի լավ է։ Որովհետև մարդիկ որ փոքր տարիքում են գալի, այդպես դբրոց լեզուն են սովորում, ստեյ մարդկանց են ճանաչում, բայց մեծ տարիքում որ գալիս են արդեն ոնց որ օտար լինեն։ Իրանք զգում են իրերի, որ իրանք օտարում ամեն ինչ անում են, որ փող աշխատեն մի բանի հասնեն, ավելի դժվար է։ Ասում են Ամերիկան մեկ փոքրերի համար է լրիվ մանուկների համար է լավ, մեկ շատ մեծերի համար է լավ։ Հիմա միջինը մենք ենք, որ էստեղ ենք։ Լավ Արմեն ջան, երբ ծնվեց գաղափարը ստեղծելու քո այս հրաշք բիզնեսը, որը կարծում եմ ուրախության հորմոն է պատճառում, պարգևում փորձողներին, իսկ փորձողները շատ են եւ ձեր մասին գիտեն արդեն շատերը, ի շնորհիվ սոցիալ մեդիայի, երբ ծնվեց գաղափարը եւ ինչպես։ Սեպտեմբեր, հուլիս ավելի շատ 23 թիվներ։ Սիրտս ինձ քաղցր էր ուզում, տեղերի մեջ էր գիշերվա ժամը 3-ներ, 4-ներ։ Տենց նստեցի ու ասի ինչ ուտեմ, սիրտս քաղցր ազում, հեռախոսս բացի, մտա TikTok մատ աղջիկն ինձ հավեսով տորթ էր սարքում։ Ահա։ Ասի չէ, պետք է քաղցր ուտեմ։ Նեղ մաջալին գիշերվա ժամը 3-ին։ Հա, չէ, ամենավատ բանը։ Աղջիկը տորթ էր սարքում։ Գնացի ուխնա տեսա որ դոնատներ կա տոնը, մեկ էլ մարոժնի կա։ Ահա։ Էլի տենց թխված, մխված ամեն ինչ կար։ Ասացի լավ, դոնատ ու մարոժնիկ ուտեմ։ Իրար հետ կերա, ասի համով բանա, ուղղակի ցենց տրակում էի սաղ գիշեր չքնեցի։
Հա, դե դոնաթը շատ քաղցր է։ Հա, ինքը քաղցր է, մառոժինն էլ վրից, ասի լավ։ Առավոտը ժամը 7-ն էլ 8-ն էլ հելա ու սկսեցի ռեցեպտներ գրել պոնչիկի։ Ասի այնց գրել։ Այսինքն արդեն այդ ժամին երբ որ կերակ, զգացիք որ համեղ է, մտածեցիք որ ես պետք է սրանից անեմ։ Իրար հետ համով մի բան կլինի։ Հա, իսկ որևէ տեղ տեսել եք որ սարքում են նման բան։ Կան տեղեր, որ սարքում են ու գնացի իրանց բանը փորձեցի, բայց իրանցը պոնչիկ չի, իրանցը հենց հաստ հացնա դոնաթի։ Հա։ Գնացի փորձի, կեսը չի կարող փորձել։ Կեսը կերա ու արդեն ոնց շատ քաղցր էր։ Այսինքն դուք որոշեցիք մշակել մի ռեցեպտ, մի բաղադրատոմս հացի համար, որը չլինի կալորիաներով շատ հարուստ ու չխանգարի մեզ չաղանալու համար։ Այնց որ հիմա օրինակի համար այնց բանի եմ ես համեմատում, որ հիմա օրինակի որ այդպես ռեստորան հաց ուտելու, սենց մանավանդ հայրը որ սենց լավ սեղանը լստում են, լավ ուտում են, սենց որ թափվի կողքերից, բայց չեն ուտելու։ Ուտում եք կշտանում եք որ տրակում ես, ասում ես լավ մի հատ քաղցր մի բան ուտեմ։ Այնցա որ դու տեղ չունես ուտելու, բայց ուզում ես ուտես որ բերանիդ համը փոխես, այնքան էս ուտելիքները խառն է իրար, ուզում ես բերանիդ համը փոխես։ Ու տենց որ նկատել ես օրինակ Mastro's այդ high-end restaurant-ները որ այդում ես, որ ասում ես որ մի chocolate cake բերեք, տորտն են բերում ու 6 հատ գթալ են բերում։ Ինչի։ Ինչի՞ որովհետև գիտեն հենց մի հատ մարդը այդ տորտը չուտելու ֆուր։ Բա կիսելու են։ Այո, որովհետև գիտեն մի գթալով սենց ուտելու են, բարձրան էթա։ Ասում են բերանից համը փոխվավ, էլ չեմ կարող ուտեմ։ Դա համար ես ասին այնց բան սարքեմ, որ դու կարաս մի ճոխ սեղանից հելնես, գաս այդ մառոժին ուտես, բայց դու էլի թեթև կզգաս։ Իսկ ո՞նց գրեցիք բաղադրատոմսը, ո՞նց ստացաք։ Որ ճիշտ ասեմ YouTube-ով եմ նայել մեկին, որ ոնց էր սարքում։ Հա։ Ու տենց սկսեցի արդեն փորձելը։ Քանի փորձից հետո ձեր ուզածը եղավ։ Համարյա մի 20-22 փորձից հետո արդեն իմ ուզածը եղավ։ Հա։ Երևի տունը ով կար ասում էր մատ փորձի, մատ փորձի։ Իսկ տանը ոնց էին վերաբերում, չէին ասում Արմեն ջան, ես ինչ ես մտածել, չի աշխատի։ Չէ, ասել էի, տնեցիկին ասել էր որ սենց բան եմ մտածել ու ավելի շատ էին ոգևորում էին ու որ հա արա փորձում էին ընկերներս էի կանչում ասում եկեք Մերյան պետք է մատ փորձեք ու տենց ամենքի իր կարծիքներ ասում ու տենց հերթով վերջում մնացիք այս վերջինի վրա, հա։ Վերջում մնացի այդ վերջինի վրա որովհետև ու մի տալիս է ասում շատ համով է։ Շատ համով, ասի օքեյ, ուրեմն էսա։ Արդեն կարծիքները չէին ասում։ Այո։ Իսկ ինչու որոշեցիք հենց food truck անել, այլ ոչ թե ինչ որ մի տեղ, թեկուզ սկզբնականում փոքր։ Որովհետև մտածեցի, եթե ուզենամ մարդկանց ծնունդներին եթամ, հարսանիքներին, նշանրեկներին, այդ catering-ի բանով, եթե ուղղակի տեղ ունենայի, չէի կարա շարժվեի։ Բայց food truck-ով ես որտեղ ուզեմ կարամ եթամ մարդկանց ծնունդները, մարդկանց առիթներին եթամ, որ համ էլ իմ տեղը կունենամ, էլի ինքը Ոնց հասկացա չեք սիրում տեղում նստել, անդադ պիտի շարժվեք։ Ես միշտ պիտի շարժվեմ, տենց է։ Իսկ հետագայում պլաններ կան, օրինակ մտածում եք, որ այս գործը կարելի է նաև տենց նստակյաց մի տեղ ունենալ, հիմնական մի տեղ ունենալ։ Էլի թող տրակը լինի, էլի թող ձեր catering-ները աշխատեն։ Հա, անպայման մտածել եմ դրա մասին, բայց Այսինքն ճիշտ գաղափար է նաև ունենալ տեղում։ Հա, ես որ TikTok-ով որ սկսեցի, ամենաառաջի օրից երգը միացնում եմ ու պոնչիկները սարքում եմ։ Միշտ նույն տեղում եք հիմնականում։ Միշտ նույն տեղում, այո։ Glendale-ի Whole Foods-ի դիմացը, իսկ այնտեղ թույլտվություն բան պետք է։ Հա, Glendale-ից permit-ները վեկալել եմ, թղթերը վեկալել եմ, որ ես այդտեղ բիզնես եմ անելու։ Իսկ այդ դժվար բան է, թե պետք է սպասեք ուղակի ժամանակ։ Հա, ժամանակի ընթացքը։ Որովհետև գիտեմ, որ կոնկրետ կանոններ կան, այստեղ չես կարող կանգնել, այստեղ ֆուդը չի կարող կանգնել, Հա, այնտեղ։ այդ կանոնները կա, ինքը ասում է կարևորը parking-ի տեղ լինի։ Ու դպրոցներից իշխան գիտեմ 1000 ֆիտ հեռու պետք է եղնես։ Հիմա չգիտեմ, եթե այս տարի փոխել են թե չէ, բայց հիմա օրինակ բրանդի վրա չեմ կարող այդամ կայնեմ։ Ահա։ Դե չէ, ամերիկանայի parking-ը կփակեի։ Մեր տեղը կգայնեի, բայց դպրոցները հեռու, բայց այդ չի խանգարում, որպեսզի ձեր դպրոցականները գան ու դառնան ձեր հավատարիմ են շատ գրում դասատուները, որ այդ համընդը։ Հետո Արմեն ջան, տրակը ձեռք բերեցիք, տարակ տեղադրեցիք, արդեն ի սկզբանե որոշված էր վայրը։ Ահա, արդեն սա գլենդելով քշել էի, հասկանալ որտեղ եմ ուզում։ Ահա։ Սենց տեսակ լույսը վառվեց, այս Whole Foods-ի դիմացը պիտի լինի իմ տրակը։ Այո։ Իսկ տրակը ոնց գնացիք։ Դե ես միջև այս գործը սկսելա, ես home loan officer էի։
տան լոներ էի անում, Ահա, այդ է ուզում հարցնել։ Նախկինում ինչով եք զբաղվում։ հոմ լոներ էի անում։ Ու ոնց որ Որպեսզի մեզ ավելի ճիշտ հասկանան, home loan-ը ինչ է նշանակում։ ով որ ուզում է տուն առնի, տենց վարկով որ փողով եկալում են, ոնց որ այդ թղթաբանությունը բաները, սա ես էի անում։ Ինչ հետաքրքիր է, բայց թղթաբանությունից անցում դեպի պոնչիկներով պաղպաղակ։ Մի քիչ Այդ սերը դեպի քաղցրը շատ է եղել ինձ հա, թվում։ ես քաղցր շատ եմ սիրում։ Երևում է։ Ես օրինակ մատ սեղան լինիս, այնց ճոխ, որ տենամ քաղցր կա, ոչ մի բան չեմ ուտի քաղցրը կուտեմ։ Իսկ հետո արդեն էլ չէիք զբաղվում դրանով, թե համատեղում եք։ Միջև այսօր զբաղվում եմ, բայց այնց շատ խորացած չեմ, որտեվ ժամանակ չունեմ։ Այո։ Ոնց որ մի քանի բան փորձում եմ իրար հետ անեմ, բայց ոնց հասկանում ժամանակ չունեմ, որովհետև շատ եմ կենտրոնացած մարոժնիի վրա։ Ուզում ինքը նենց զարգացնեմ, որ Ամերիկայով մեկ տարբեր լոկեյշններ ունենամ։ Նախին հարցը որ տվեցի տեղը, եթե ուզում ես ունենաս, ես որ TikTok-ով միշտ երգ եմ դնում ու այդ երգի տակ սարքում եմ, ապարում, մարդկանց փորձում եմ ուրախացնեմ, չեմ ուզում ցենց փոքր տեղ բացեմ, որ մարդիկ գան ու այդ երգը չեղնի, այդ ուրախությունը չեղնի։ Իմ համար ամենակարևորն է, որ մարդը գա ու ցենց ժպիտով գա, ժպիտով էլ էթա։ Այդ process-ը բացի այն որ ձեզ պիտի գումար բերի, դուք նաև հաճույք եք ստանում մարդկանց ուրախացնելուն, որ ամեն օր այդ մարդը գա տեսնի, որ նույն տեղում կանգնած է նույն truck-ը, իր սիրելի պաղպաղակը պոնչիկով եւ երաժշտությունը Արմենի հետ միասին։ Անպայման։ Ես մարդուն կարամ համով ուտելիք չտամ, բայց եթե սիրով ընդունեմ, ինքը ժպիտով գա ու ժպիտով էթա, ինքը 100 անգամ էլ է հետ գալու։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Արմեն միշտ ասում են ուտելիք պատրաստելիս պիտի սեր ներդնես, պիտի սիրես։ Անպայման։ Դա ճիշտ է, գործում է։ Այո։ Հիմա լուբոյ գործել ես sense եմ նամ, եթե քնից ելնում ես ասում ես, էլի գործի, ուրեմն դու քո գործը չես սիրում, դու հաճիկով չես անում։ Բայց որ քնից ելնում ես ասում ես, Ջոն, հելանք այսօր գործի ենք, Ոտկա այդ համ էսի անեմ, էնի անեմ, ուրեմն դու էդի սիրով ես անում։ Ես շատ ընկերներ ունեմ, հարազատներ, ովքեր բողոքում են իրենց աշխատանքից, իրենց գործից, բայց միշտ իրենց ասում եմ, որ խոսքը ուժ ունի, մի ասեք, որովհետև Աստված լսում է ու չեմ ուզում ասել կպատժի, բայց ամեն դեպքում ականջալուր է Աստված, այնպես որ զգույշ խոսքերի մեջ։ Անպայման։ Հա, դե բայց մարդը պիտի իր սիրած գործով զբաղվի, էդ էլ կա։ Հասկանում եք, դրա համար չգիտես, ամեն դեպքում ուշադիր է պետք լինել։ Անցնենք առաջ, անընդհատ խոսում ես TikTok-ից։ Մենք նախնական զրույցում պարզեցինք, պարզից էլ պարզ է, ապրում ենք social media-ի դարաշրջանում, որ մեզանում է, մեր մեջ է, չգիտեմ ասեմ դարի հիվանդություն, բայց ձեր համար թերևս, ինձ համար էլ կարելի ասել, այն շատ այսպես կարևոր մի բան է։ Եվ առանց որի ձեր բիզնեսը չէր կարող կայանալ, որովհետև շատ մարդիկ, շատ հայտնի համաշխարհային մարդիկ, ովքեր համտեսել են ձեր պատրաստած պոնչիկները, եկել են social media-ի միջոցով։ Հիմա եթե social media չաներ, շատ դժվար կեղներ թազա բիզնես բացելը։ Մի հատ sense անենք թութ։ Այո։ Social media հավետ։ Իդեպ մեզ TikTok-ով են հետևում live միջոցով, Արմենը միացրեց իր հետևորդների համար, ձեզ եւս ողջունում ենք։ Ունեք TikTok, միացնում եք live-ը պատրաստման գործընթացի ժամանակ, դնում եք երաժշտություն, ինչ երաժշտություն եք դնում։ Ամեն երաժշտություն դնում եմ, բայց հիմնականը հայկական երաժշտություն եմ դնում։ Բայց հայերը չէ, որ միայն չէ, ձեր հաճախորդներն են։ Չէ, ամեն ազգից էլ գալիս են ու կարևորը ոչ թե կարևորը, բայց իմ համար շատ մեծ բան է հայ լինելը։ Դրա համար հայկական երաժշտություն որ տեսեմ, օտար ազգերը որ գալիս են, ասում են մեկը ջոգում sense order անում, sense գլուխը տանում բերում են, արդեն դուրը գալիս է, հա ռիթմը։ Գալիս է այդ երգը ու շատն են հարցնում, անավանդ TikTok-ով որ մտնում եմ այդ երգերը դնում եմ,
օտարազգերը, բա էս ինչ երգ է, այս երգի անունը կասես։ Հիմա մարդկանց որ հարցն ենք, ասում են Պոնչը TikTok-ում ամենալավ բանը ալբոմ ունի։ Իր աննան լավ քեֆի երգեր է դնում, մեկ-մեկ սիրո երգեր եմ դնում, մեկ-մեկ որ մարդիկ գնում են օ բա ընկերս կամ ընկերուհիս, բաման փորձում եմ սենց խնդալու բաներ դնեմ, ասում եմ դու այսօր դադոտված երգ եմ դնում, բայց դու սիրահարված ես, սիրո երգ եմ դնում։ Իդեպ անունը Ponches Ice Cream հենց ձեր անմիջապես ձեզ հետ է կապված։ Այո։ Այդ պատմությունը կպատմեք։ Ես որ փոքր եմ եղել, շատ նիհար եմ եղել, հետո որ սկսեցի քաղցր ուտել, կոնֆետ ու տենսիոնը, տենց լավ չաղացա, միշտ տնեցիք Ponchik Aristella, Ponchjan հələ Aristella, ու տենց այդ անունը մնաց։ Իսկ անունը հաջողություն բերեց քեզ։ Այո, որտեվ որ արդեն սաղ պատրաստ էր, ռեցեպտը ունեի, մառոժնիները, ամեն ինչ սաղ կար, ասում եմ, օքեյ, հիմա ինչ անուն դնեմ։ Չեմ բիզնեսի անուն էի մտածում, հետո տենց մտածեցի, ասի սպասի։ Մառոժնին Ponchik-ի մեջ իմ անունն էլ Ponch, հակավից տենց Ponches Ice Cream դնեմ։ Ու տենց անունը առաջացավ էլի, որ Ponches Ice Cream, Ponchik-ի մեջ մառոժնին։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Քանի համերի պաղպաղակներ ունեք։ Ունեմ 14 ձևի 14 տարբեր համեր մառոժնի այդ պաղպաղակի, բայց ամեն ամիս բերում եմ ոնց որ մի հատ secret flavor, որտեվ մի 40 տեսակի կա։ Ու ես ամեն ամիս ոնց որ մի հատ բերում եմ թազա, ոնց որ այս ամիս այս համն է։ Իսկ ամենաշատը որ համովն է վաճառվել։ Երեխեքի համար որ փոքր երեխեք գալիս են cotton candy-ն են սիրում, որովհետև ինքը այտենց Բամբակի համը, այո։ Բամբակի համը, ինքը գույնավոր է, համ ռոզվի է, համ կապույտ։ Հիմնականը վանիլա ու բան cookies and cream։ Իսկ այդ միջի ավելացումները, որ անում եք, այնտեղ տեսա M&M կոնֆետները, տարբեր սիրոպներ եք ավելացնում։ Հիմնականը նուտելան է։ Նուտելային, հա, սիրում։ Նուտելան քաղցրակերները։ Ով մառոժնի է վեգալում, իմոտից տենց մեջը նուտելա։ Իսկ մրգեղեն ավելացնում եք թե ոչ։ Թար մրգեղեն չէ։ Չէ։ Սառեցված։ Չէ։ Բաբշե մրգեղեն չեմ ավելացնում։ Իսկ ձեր ամենասիրելին ո՞րն է։ Իմը ելակինն է։ Ես Ելակի։ ելակի մառոժնին եմ սիրում, մեջը դնում եմ կարամել, մեկ էլ բան, cinnamon toast crunch and Cheetos-ները որ կա։ Ահա։ Այդ դրանից եմ դնում։ Իրար հետ շատ համեղ մի բան ալում։ Շատ լավ։ Իսկ հյութեր վաճառում եք։ Այո, ջուր, Coke, մեկ էլ Red Bull։ Հա։ Red Bull-ը իմ ամենաչսիրած բանն է, բայց այնքան հաճախորդները ուզեցին։ Հա։ Բայց հեսա ամիսվա վերջ թազա մենյու եմ գրել, որպեսզի տամ չայ, կոֆե, մեկ էլ բան, hot chocolate։ Արմեն, ամենաշատը երբ եք վաճառել։ 2 տարի է արդեն գործում է։ Հիշում եք այդ օրը, որ ամենաշատ վաճառքը ունեցաք։ Այո։ Այդ օրը համարյա 800 հատ Ponchik ենք սարքել։ Ֆեստիվալ էր, ինձի կանչել էին։ Ու տենց ես չէի պատկերացնում, որ այդքան շատ մարդ աղնելու, ինձ ասել էին 10000 հոգի մարդ, ասի օքեյ, ուրեմն 1000 հատ դոնատ 1000 հատ Ponchik կտանեմ ու բարձվեց որ իրոքից այդքան մարդ ու ավել ընդեղ էին։ Հա, իսկ Ponchik-ները, այսինքն էլի truck-ում է պատրաստվում, թե նախապես եք պատրաստում։ Նախապես պատրաստում ենք, kitchen-ա, warehouse-ա, որոնց սարքում ենք։ Հիմա խոսենք catering ծառայությունից, որ դուք մատուցում եք, նաև այցելում եք տներ, առիթներ, չգիտեմ, եթե ցանկություն ունեն, մարդիկ իրենց տան բակում ծննդյան տարեդարձ են անում, դուք կարող եք գալ, հա, ձեր խմբով թե մենակ եք գնում։ Նայած քանի հոգի են լինում, բայց հիմնականը ես ու ոնց որ մի հատ աշխատող հետս այդում ենք։ Ահա։ Կարամ համ թրակով էտամ, կամ էլ տենց քարտով, ստենդով էտամ, որտեղ մարդկա ասում հարսանիքի ոնց որ եթե գաս հարսանիքից կամ նշանդրեքին ծնունդներին, որ զալում են անում, ասում են ներսը լինեմ, էլի։
Օ, ներսում լինի։ So տենց հատուկ սեղան ունեմ ու քարտ ունեմ, որ մարդկանց համար այդպես set-up եմ անում Իսկ freezer-ով։ շատ են պատվերները։ Հա, նայած օրինակ ծմերը այդքան չէ, բայց ամառը կամ աշունը տենց Տակ եղանակին։ տակ եղանակներին կանչում են։ Ծնուններին հիմնականը ծնուններ է։ Իսկ ովքեր են ձեր հաճախորդները հայտնի։ Կա մի հատ շատ հայտնի рэպեր OG-զին, որը որ դարել է ինձ շատ մոտիկ ընկեր։ Իր հետ համարյա փորձում ամեն օր խոսամ, բայց ինքն էլ է զբաղված եղնում, so տենց չի ստացվում։ Բայց այս մարոժնի այս բիզնեսի միջոցով իր հետ դարա շատ մոտիկ, ինձ մոտիկ ընկեր է ինքը։ Պատահական եկավ ձեզ մոտ։ Այո, Էլի social media-ի էլի միջոցով։ social media-ի միջոցով ինքը եկավ, տենց զարմացած է, ասի դու Բայց ճանաչեցիք։ ճանաչեցի, բայց չհավատացի, ասի դու ես մարդն ես, ասեց հա, ոնց որ տեսել եմ, եկել եմ, ու տենց փորձեց, շատ սիրեց, ու տենց ոնց որ ընկերացանք էլ ինքը ինձ Instagram-ով post արեց, երկրորդ թե երրորդ օրն էր, որ նոր բիզնեսս բացել էի։ Օ, այդ գիտեք ինչ մեծ հաջողություն է, որ այդ կարգի մարդը գալիս է միանգամից բիզնեսի սկզբից օգնեց, չէ։ Այն որ առաջ story էի անում 20 հոգի, 30 հոգի մարդ էին անում, էլ ընկերներս, բայց հետո որ ինքը post արեց, sense միանգամից տրակեց։ Մարդիկ սկսեցին օ երկրորդ օրնա որ բացավ, արդեն այս հայտնի մարդը գնացել է։ Ահա։ Ու դեռ հետո ոնց որ հայրով ասում ոտս դրի գազին ու սկսեցի TikTok անելը, live անելը, ու սկսեցի post անելը շատ, որ այս մարդն է եկե, այն մարդն է եկե։ Հա, այդ կարևոր է իմիջայլոտ։ Ու ով գալիս էր խնդրում էի որ կարաք մի հատ story post անեք, հայտնի լինեն, չլինեն, ու խնդրում էի մի հատ story post ուղղակի։ Անում էին։ Հա, հիմնականը սա անում էին։ Ասում էի փորձեք, եթե չսիրեք, post արեք, որ չեք սիրում։ Իսկ post-ի դիմաց դուք իրենց հյուրասիրում էիք։ Փորձում էի, բայց իրանք Չէին ուզում։ ոնց որ մարդիկ գալիս էին ու անում էին։ Իսկ Լեոնարդո Դիկապրիոին ինչպես գտաք, թե ինքը ձեզ գտավ։ Տունն էի այդ վաղ պատրաստում էի որ այդ գործի, զանգ եկավ ինձի, ասին բարև ձեզ, ես էս մարդն եմ, Ջեյմի Ֆաքսի ու Լեոնարդո Դիկապրիոյի մանեջերն եմ։ Ու ոնց որ մտածեցի որ մեկը կատակ է անում, ասենց Հա, չէ։ Օակի հավայի զանգել են, խոս like խի պետք է այդ մարդը ինձի զանգի։ Ասի ով է կատակ անում, ով ես։ Ասեց սպասի FaceTime-ըդ միացրու։ FaceTime-ըս միացրեցի, մեկը Ջեյմի Ֆաքսը ասենց բարևեց, ասեց ես եմ արխային։ Ու տենց ասի օքեյ, ոչ մի բան մի ասեք, օրը ասեք, ժամը ասեք ու որտեղ է հասցեն։ Ես այնտեղ կլինեմ ձեր համար։ Ու տենց գնացի, տեսա որ այդ օրը Ինչ առիթ էր։ ծնունդ էր, իրանց մանեջերի կնոջ ծնունդն էր, ու տենց լիքը հայտնի մարդիկ հավաքվել էին այդ օրը։ Կար Ջեյմի Ֆաքսը, Լեոնարդո Դիկապրիոն, Paris Hilton-ը, Drake-ի պապան, շատ հայտնի рэպեր Drake-ը, իր պապան էր ընդ Իրենք փորձեցին բոլորը։ Այո, Nelly մատ հայտնի էլի երկիչ կա, рэպեր ինքը էլի, ինքն էլ էր ընդ մեկ էլ Նինա Դոբրևը, Vampire Diaries մի հայտնի շոու կա, ինքն էլ էր ընդ ու տենց սա հերթով փորձեցին, իրանք ասեցին արի վիդեո անենք, մատ ուրիշ էլի рэպեր կար Too Short, ինքը էլի հին рэպերներից է, որ ու տենց լիքը հայտնի մարդ կար ընդ որ իրանք էին գալի, ասում էին, այս ինչա, փորձում էին ու ասում են արի վիդեո անենք, նկարվենք, գցի, թո մարդիկ տենան, իրանք էին ինձ առանց իմ ասելու, իրանք էին ասում, որ դրեք թո մարդիկ տենան ու քեզի հետի օգնենք։ Իսկ հայերի հետ կապված ինչ կասեք։ Արդյոք այդքան բարեսիրտ են, այդքան ուզում են օգնել։ Շատ։ Շատ։ Հա, ես իմ հիմնական հաճախորդները հայեր են, որը որ շնորհակալ եմ բոլորից, որ մինչև այսօր 2 տարի է իմ բիզնեսը ոտի վրա է, իրանց շնորհիվ է։ Ես իմ գործն եմ ուղղակի անում, որ մարդկանց ուրախացնեմ ու մարդկանց համով ուտելու մի բան տամ։ Սարքեմ իրանց համար, իրանք էլ հաճույք ստանան։ Տեսանք Սուպեր Սաքոն, Արմանը Ծառուկյան, Նիկը Անտոնյան,
Բոլորը եկել էին։ Բոլորը եկել են, Նիքը ինձի շատ մոտիկ ընկեր է, ինձի իմ աղբերն է ինքը շատ ինքն էլ ինձի շատ օգնեց։ Իր այդ վիդեոները նկարում ես, Արման Ծառուկյանն էլ եկել, Սուպեր Սաքոն։ Անվճար։ Այո։ Ու Նիքն էլ հեսա կինո է նկարել, որ այդ կինոյի մեջ էլի լիքը հայտնի դերասաններ կան, էլի իրանք իմ Պոնչիկի մասին, այդ Պոնչիկը Մարոժնյով տեղյակ են, գիտեն ինչա։ Իսկ այս պաղպաղակները Պոնչիկով հնարավոր է առաքել։ Հնարավոր է, ուղղակի ես չեմ անում։ Ինչու։ Որովհետև ուզում իմ ապրանքի այդ որակը պահեմ։ Որովհետև ինքը համ Պոնչիկը համ տաք է, Մարոժնն էլ մեջը սառը, չեմ ուզում ինքը հալվի, մարդիկ որ տանում են քշում են 20 րոպե կես ժամ տենց քշում են։ Իսկ ասացիք հնարավոր է, որովհետև հիմա տուփեր կան, դնում ես հատուկ սառնարանների մեջ։ Տոպրակների մեջ եմ դնում, ինքը ասենց փագում եմ իրան երկու կողմից։ Սառցե տոպրակներ են։ Հա։ Այսինքն արել եք, փորձը կա։ Հա, փորձել եմ, արել եմ, ուղղակի չեմ ուզում որ որակը ընկնի, որտեղ մարդիկ որ ուտում են ու այդ որակը Ամեն դեպքում որակը ընկնում է։ Այո։ Չի հնարավոր չի, ինքը համ տաք է, համ սառը, եթե ինքը սառը լիներ, հատուկ բաներ կա, որ ինքը սառը πάει, մարդիկ էլի այդ որակը կստանային էլի, բայց ես իմ ապրանքի որակը ուզում բարձր պահեմ ու կյանքում չեմ փոխի ինչ որ մի բան, որ մարդ եթե ուզում է գաղութի, ոնց որ կարան գան ընդ տեղի վրա, համ ինքը տակ կան համ տեսեն։ Իսկ եթե ուրիշ տեղ եք պատրաստում, հետո ոնց եք բերումը տեղ ու տենց տակ մնում է։ Դե դեմից սառա, ես հատուկ ապարատ ունեմ, որ դնում եմ մեջը, ինքը տաքաստում է։ Օ, այդտեղ եք տաքացնում, Հա, որ տեղում տաքաստում եմ, տալիս եմ։ Հա, հասկացա։ Այսինքն այդ պոնչիկներն էլ եք դուք սարքում, թե ինչ որ մեկը կա, որ սարքում է։ Սկզբից ես էի սարքում, հետո որ արդեն հասկացա, որ չեմ հասցնում, աշխատողներ ունեմ, որ սարքում են։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menyum.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ազատ ժամանակ ինչով եք սիրում զբաղվել։ Նկարահանումներով մտածում ինչ խնդալու վիդեոներ կարամ նկարեմ, հիմնական social media-ով եմ զբաղվում։ Այսինքն այստեղից կարող ենք վերցնել, որ դուք մտաք այս բիզնեսի մեջ, ստեղծեցիք, այն ձեզ դուր եկավ, հատկապես կապը social media-ի հետ, TikTok հարթակը, մարդկանց հետ շփումը, ու դուք սկսեցիք ավելի շատ անել ու դրա մեջ լինել այնքան, որ ազատ ժամանակներ եք այդտեղ ծախսում։ Այո։ Մի կողմից օգնում է, մի կողմից խանգարում է, Հա, չէ՞։ մի կողմից օգնում է, մի կողմից խանգարում է, բայց էլի ազատ ժամանակներում փորձում եմ էլի սա ընկերներից հետ էլ շփվեմ, իրանց էլ տենամ, բայց հիմնականը ոնց որ social media-ով եմ էլի զբաղվում։ Իսկ ընկերների խոսքը, օգնությունը կարևոր է։ Շատ։ Այս հարթակի ընկերների։ Բոլոր հարթակների ընկերներն են շատ կարևոր է։ Շատ ընկերներ ունեք։ Ունեմ, հա, շատ ընկեր ունեմ, բայց 20-30-ը մոտավորապես հիշում եմ, որովհետև հավաքվել էին, որպեսզի տեստ անեին։ Հա։ Հիշում եք։ Էդի առաջի օրն էր որ բացել էի։ Ու այս ընթացքում էլ որ մարդիկ գալիս էին, իրանց հետ էլ եմ ընկերացել։ Բոլոր իմ հաճախորդների հետ էլ ես որ իրան գալիս են, որ սիրով իրանց ընդունում եմ, ես փորձում բոլորի հետ էլ ընկեր լինեմ։ Հայաստան վերջին անգամ երբ եք գնացել։ Հայաստան չեմ եղել вообще, բայց ոնց որ ամեն տարի ասում, okay, այս տարի կեթամ ու չեմ եթում։ Բայց այս տարի հուլիսին ուզում եմ անպայման եթամ կամերաներով ու ոնց որ Երևանում սա Հայաստանով ֆրանկ ու վիդեոներ անենք, ընդ մարդկանց հետ, եթե ով ցանկանում է վիդեոներ անի մեր հետ։ Ինչ վիդեոներ։ Վլոգ եմ անելու YouTube-ի համար, ուզում եմ YouTube-ային ալիքը բացեմ ու տենց վլոգ անեմ, հետս տենց կամերաներ եմ տանելու, որ մարդիկ էլ որ գան նկարեն էլի։ Ահա։ Իսկ այս track-ից կարող է Հայաստանում էլ հիմնեք։ Ոչ մեկին չեմ ասել, բայց իմ մտքին է դա, որ առաջ անգամ եթում եմ Հայաստան, ուզում տենամ ընդ ոնց է,
ամեն ինչը, որ մի հատ էլ Հայաստանում բացեմ։ Դի ոնց որ ուզում ասեմ երազանքն է, որ Հայաստանում էլ լինի Ponches ice cream, որտեղ Հայաստանից էլ լիքը ժողովրդից կան, որ հետևում են ինձ TikTok-ով։ Իսկ օրինակ հնարավոր է որ գնաք ու Հայաստանում ապրեք։ Չէ։ Չնայած չգիտեմ, որտեղ չգիտեմ դա կյանքը ոնց է, չեմ եղել։ Այո։ Կարող է շատ սիրեմ, հա, հնարավոր է, բայց Շատ կսիրեք։ հուլիսին Հայաստանն էլ ձեզ կսիրի։ Հուլիսին էթալու ենք հուլիսին։ Հետո մեզ կասեք անպայման։ Անպայման։ Տպավորությունները կամ գուցե մենք հետևենք ձեզ ու ձեր վլոգին ու իմանանք։ Անպայման post-ա լինելու YouTube-ում։ Դուք սկզբնական շրջանում բնական է գումար եք, չէ՞, ներդրել։ Որքան ժամանակ հետո կարողացաք ձեր գումարը յետ բերել, եթե իհարկե բերել եք։ Հա, դեմի 2-3 ամիսը արդեն իմ գումարը հետ էի բերել, որ դրել էի բիզնեսի մեջ ու վրան էլ ավել ոնց որ ինձ էր մնացել։ Այդ էլ շնորհիվ ոնց որ բոլոր մարդկանց հայերինց, որ եկան ինձ սուպորտ արեցին ու միջև այսօր էլ իրանց սուպորտը ես ունեմ։ Իսկ չեմ ուզում կոնկրետ թիվ ասեք, բայց եթե կասեք ավելի լավ, որքան գումար է հարկավոր, որպեսզի կարողանաս նմանատիպ բիզնես սկսել Միացյալ Նահանգներում։ Եթե food truck-ով եք անում, մոտավորապես մի 100,000 80-ից 100,000։ Այդ շատ է։ Իմ կարծիքով հա։ Փաստորեն 100,000-ի մոտ, հա։ Այո։ Հետաքրքիր է, բայց կարողացել է յետ բերել 2-3 ամսում։ Իմ մտքին այնա, որ ես մի հատ տեղ բացեմ։ Քիչ-քիչ կենացները քաղցրանում են հետո։ Ուզում նենց տեղ բացեմ, որ մարդիկ որ գան այդ նույն էֆեկտը ստանան։ Նկատի ունեմ, որ ուզում ունեմ այդ մարոժնի խանութ, որ ասեն դուք մարոժնի անոց, որ բախբախակ ուտենք, մարոժնի ուտենք, լինի պարասրա, որ ուզում լինի դիվաններ, աթոռներ, այնտեղ երեխեքի համար խաղալու այդ արքեդի բաները, աղջիկների համար, որ կամ զույգերի համար գալիս են կաֆեի area, որ իրանք նստեն, կարողանան իրանց համար ժամանակ անցկացնեն, տղերքի համար, որ գալիս են լինի բիլիարդ եւ պինգ-պոնգ։ Այդ արդեն շատ մեծ պրոյեկտի մասին եք խոսում։ Այո, այտենց ես միտք ունեմ, որ ուզում եմ սիրուն տեղ բացեմ, որ մարդիկ գան ու ամեն ինչ լինի։ Ու այդ երգը, այդ ուրախությունը, որ նրանք գան ու չուզենան տուն այդան։ Ում եք ամենաառաջինը ձեր մտքերի, գաղափարների, հաջողությունների, անհաջողությունների մասին պատմում։ Պատմել եմ ընկերներիս, պատմել եմ ոնց որ տնեցիկին, տնողներին ու ոնց որ ախպորս, բայց ամենաշատը որ կիսվել եմ ախպորս հետ ա եղել, որպեսզի ինձ ուղղություն ցույց տա։ Հա, ինքը ձեր թիկունքն է։ Այո։ Մեծ է ձեզնից։ Այո, երունում է երկու հատ մեծ ախպեր։ Ինչով են զբաղվում։ Կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Իմ հետ այդ գործի հետ կապ չունեն։ Իսկ լինում է որ զանգեն ասեն Արմեն այսօր մի քանի հատ կարաս բերես տուն ուտենք, էս ենք ուզում են, ենք ուզում են, ենք ուզում։ Շատ ալնում։ Ահա։ Շատ ամանոն որ երեխեքն են ուզում, իրանք էլ իրանց երեխեքը որ ուզում են։ Ահա։ 3 հատ կբերես, 4 հատ կբերես, էսի բերենի բեր։ Ու երեխեքն էլ հոպարն եմ, պետք է անեմ։ Իսկ դուք ձեր ընտանիքը ունեք։ Չէ։ Ամուսնացած չեք։ Չէ։ Ընկերուհի էլ չունեք։ Չէ։ Ձեզ հետ զրույցում ես անընդհատ այդ սեր բառը սենց ուղղորդում էր ձեզ, որովհետև թե ձեր վերաբերմունքը ձեր գործին, այդ քնքշությունը, այդ ջերմությունը կար դեպի ձեր գործը։ Ու այն ինչ որ դուք պլանավորել եք ապագայում, այ դուք խոսում եք, դուք սենց պատկերավոր պատմում եք, պատկերացնում եմ այդտեղ երաժշտություն, չգիտեմ, երեխաները նստած, թե ոնց եք պատկերացնում։ Ես տեսա իմ աչքերով։ Այսինքն ես պատկերացնում եմ առաջիկայում այդպիսի մի տեղ, որտեղ կարող եմ ես իմ երեխաների հետ գալ, իմ ընտանիքի հետ գալ ու լավ ժամանակ անցկացնել։ Հա, միտքը է դա, որ օրինակ դուք հո երեխաների հետ որ գաս, կարաս ասես ոնց որ բալես դու գնանք դե խաղալ, մենք ստե կնստենք ու էլի քո երեխան քո աշկի տակ։ Փաստորեն ծնողների համար էլ փաստորեն հանգիստ, որը ժամանակ կարող են առանձին լինել երեխաներից։ Այո։ Հա, այդ շատ կարևոր է, որտեվ ասենք շատ ժամանակ ուզում ենք միտեղ գնալ, որտեղ երեխաները իրենց զբաղմունքը կունենան, ծնողներն էլ մեծերով կնստեն, այո, էլի կուտեն, կզրուցեն, սուրճ եւ այլն եւ այլն։ Անպայման ու այդ մտնոլորտը ես ուզում ստեղծեմ բախբախակի բիզնեսով։
որը որ հələ ոչ մեկ չի արել ու չեմ կարծում կանեն։ Չանեք։ Չէ, դժվար։ Մարդիկ կան ուզում են իմ պոնչիկի այդ ռեցեպտը իմանան, բայց դա Թողեք այս մարդը աշխատի։ մենակ ես գիտեմ։ Ինչքան էլ որ փորձեն չեն կարա, որտեվ հատուկ բաներ եմ օգտագործում ես։ Շատ լավ Արմեն ջան, ես սրտանց մաղթում եմ, որպեսզի ձեր բոլոր նպատակները կապված ձեր բիզնեսի հետ կատարածվեն, մեզ էլ համայնքում կուրախացնեք, մեր բալիկների հետ միտեղ կլինի, որ գնանք ու կարողանանք լավ ժամանակ անցկացնել եւ ամենակարևորը ուտենք համեղ պոնչիկ պաղպաղակով։ Շնորհակալ եմ։ Մերսի շատ, շնորհակալություն։ Իսկ եթե դուք չեք հասցրել դիտել մեր նախորդ էպիզոդները, ապա առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որն է Menu AM Get USA եւ նայել բոլոր բաց թողնված էպիզոդները։